Լեռներ, ներշնչված դարձյալ ձեզանով թնդում է հոգիս աշխուժով լցված, ու ջերմ ըղձերս բախտից հալածված ձեզ մոտ են թռչում հախուռն երամով։ Ձեզ վերստին անպամած լեռներ, կյանքի տխրության ամպերի տակից ես ձայն եմ տալիս ու ծանրաթախից հոգուս ձայները ձեզ բերում նվեր։ Քեզ մոտ եմ գալիս իմ հին տրտմություն, վեհափառ դայակ մանուկ օրերիս, այն ժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս սրտիս ականջին խոսելով թաքուն։ Ով որ կանչում ես գիշեր ու ցերեկ հազար ցավերով, հազար ձևերով, ոգևորության հազար թևքերով քեզ մոտ եմ գալիս, հայրենիք իմ հեգ։ Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով, քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ, այլ դառն հեծության առաջանքներով էդ անդնդախոր ձորերը լցնեմ։ Այ ձորեր, սև, լայնաբերան, սրտիս ես խորունգ վերքերի նման աստծո հարվածի հետքերն եք դուք էլ, ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել, դուք էլ խոսեցեք, դուք էլ պատմեցեք, ձեր անդունդներով եկեք, չափվեցեք, դուք էլ եք տեսնեմ ենքան մեծ ու խոր, ինչքան իմ հոգու թախից նահավոր։ Մի քանի տարի սրանից առաջ, երբ որ հայրենիք էի ես գնում, այն մտքին ձորում, ուր որ քաղցրավաճ մեղեդու ձայնով դեբետն էր վազում, ժայռերի գլխին, ուր բազմատարած աղոթք են անում հաղպատ Սանահին, գիշերը հասավ ու ես դադարած ղոնախ մնացի ձեր այգեպանին։ Նա տրտնջալով ծերության դեմ քթքթում էր յուր ծառերի տակին։ Բարի օր պապի, ու խոժոռադեմ ծերը ետ նայեց ծառը ճակատին։ Մի կասկածավոր ու խիստ հայացքով զննելուց հետո հոնքերը կիտեց, սաստիկ սառնությամբ պատասխան տալով դեպի յուր դափեն ինձ առաջնորդեց։ Նրա ետևից անխոս գնացի, փնփնթացնում էր նա իմ առաջին, մեր բանը պարծավ, երբ որ ես զորի մտնելը սրանք էլ եկան սովորեցին։ Սա էր մնացել, սա էլ անպատճառ մեր գլխին մի նոր կրակ է բերում, մի նոր դրած բեգյար կամ իզուր մի շար, թե չէ ինչ ունի ես խուլ ձորերում։ Եկած կլինի, որ խաբար տանի, թե խելքը գլխին դեռ քանի գեղ կա։ Ով յուր դռան անասուն ունի կամ որի կնգա աչքերում յուղ կա։ Կամ 5 գերեզման քանդող կլինի, կամ թե կհամրի ծմակի ծառերը, կամ նրա համար թե օրը քանի ձու են ածում մեր գեղի հավերը։ Ով գիտի, հիմա ով վեր է կենում գլխին ես տեսակ գտակ է դնում։ Լռեց ծերունին ծանր տնքալով ու առաջ գնաց թիմ հարկ տալով։ Իսկ երբ որ հասանք աղքատիկ դափին, ինձ հրավիրեց և յուր ունեցած շորի կտորը փռեց իմ տակին, ինքը առաջիս մնաց լուռ կանգնած։ Ճերմակ գլուխ հապա բարձրացրեց, հոնքերի տակից ազդու նայելով, որոտով ձայնով էսպես հարցրեց, զզվանք ու զայրույթ հազիվ պահելով. Աղա, հարցն էլ նամոտ չլինի, հրամանքդ, ինչ մարդ ես,
կամ որտեղից, ուր։ Ու չսպասելով մի պատասխանի ինքը շարունակ խոսեց կծկտուր. ով էլ որ լինես, բարով ես եկել, անփորձանք լինի քո ճանապարհը, Աստված կյանք տա ձեզ, որ հարցնեք դուք էլ, թե ինչ ցավ ունի խեղճ առանջպարը։ Աղքատ մարդիկ ենք, մեր ձորերի մեջ անց են կացնում մեր սև օրերը, թե որքան ենք զուրկ, որքան ենք խեղճ, էդ հաստատ գիտի ինքը միայն, Տերը։ Բայց դու էլ խելոք մի մարդ ես, գիտուն, քո բարի աչքով տեսնում ես էլի, տկլոր ու սոված էսպես տարին բուն, քարի հողի հետ կռիվ ենք տալի, թե որ ձեռքներս էլ մի բան ենք նում, չենք կարողանում բերան հասցնենք, Այսքան տանջվելով քրտինք ենք անում, էլ են սևերես, էլ են սովածնենք։ Ինչիսն է պապի, այսքան ճոխ երկրում, ինչպես ասում ես, դժվար եք ապրում, վարձատրություն չեք ստանում հողից, թե նեղություն է գալիս մի տեղից։ Մեր նեղությունը քեզ ինչպես հայտնեմ, Դու հաստատ լինի մեր թագավորը, ես ինչի տեր եմ խոսեմ նրա դեմ, բայց Աստված կտրի մեր քաշած օրը։ Ինչ անես ախպեր, ումից խռով ես, պետք է համբերել, թե լավ, թե օսալ։ Բայց դու չասացիր հրամանքդ, ով ես, ուզում եմ քեզ հետ լիասիրտ խոսել։ Ես քաղաքում կարդում եմ, պապի։ Հա, թիրացու ես, բան չի չասիր, կանչեց ծերունին ու իրեն դափի դռնից հեռացավ, մի քիչ սպասի։ Մտնեց։ Ծերունի լուր չարչարանքով մի քանի կոճղեր դրեց կրակին, նորից բարևեց իր երկրի կարգով ու բարի մաղթեց ջահել խոնաղին։ Ու նստոտեցինք իրար դեմուդեմ սաստկությամբ վառվող կրակի շուրջը։ Մեր առջև ձորն էր թշում խավարչին, մեր դեմը խաղում ձորերի շունչը։ Գիշերվան անկուն հավքերն են տխուր ծվում, ծվծվում խավարի միջում, որբն է եղբորը կանչում ցավալուր, բուն է իր դաժան վայը կռնչում։ Ու ողջ միասին մի խուրունկ թախից, մի մութ զարզանդ է գիշերին տալին։ Ահա տարածվեց հեռու ծամակից և ձիգ ոռնոցը սովատարի գինին։ Ծանր տնքալով թեք ընկավ ծերը, երկար կոթավոր ճիպուխ լցրեց, գիշերվա նման կիտած նոթերը խուլ որոտալով էսպես հարցրեց. Ինչ կա քաղաքում, դե պատմիր տեսնեմ, իմանամ ես էլ ուրիշին ասեմ, մեռնող ապրողից, թանգ ու էժանից, կամ նոր լույս տեսած գազետից, բանից։ Երեք թագավոր ասում են իբրև, խելքը չի կտրում, որ այդպես լինի, խորհուրդ են արել, որ այսուհետև իր թախտից զրկվի, ով կռիվանի։ Ով է իմացել այսպես հրաշք բան։ Էլ ինչ թագավոր կամ էլ ինչ իշխան, որ կռիվ չանի, ուրիշին չտիրի, մարդ չկոտորի, երկիր չավերի, Աստված սիրես թող դրանք պապի,
Ես շատ եմ զզվել քաղաքից, գազետից։ Ինչպես եք ապրում։ Դու ձեզնից պատմի։ Ձեր օր ու կյանքից, ձեր ցավ ու դարդից։ Ինչ ես կորցրել, ինչի մանգալի, խոսեց ծերուն դառը խնդալով։ Բա մեռածո չենք ապրում ենք էլի, ամեն մեռնողի երանի տալով։ Մեր ապրուստն ինչ է։ Մի կտոր չոր հաց ընել հրեն, երկնքից կախված։ Մի մարդ, որ նրա երեսը պահի, նրա ապրածը ինչ պիտի լինի։ Ես քեզ օրինակ։ Էս խոր ձորերում էսե 4-20 տարիս լռացավ, ոչ մի խնդություն տեսա իմ օրում, ոչ էլ մի անգամ աչքս լիացավ։ Ամբողջ ամառը առանց տաքիլետ պտիտեմ գալիս ես ձորի միջին, կռիվս եմ տալի 1000 ցավի հետ ու չեմ կարենում, չեմ հասնում վերջին։ Վազներիցն էլ ենքան օգուտ չի գալ, ինչքան նրա համար փող եմ տալի, գլուխը քարը, գոնե փող լիներ, էլ ինչի եսքան մարդ գանգատ կաներ։ Ջախ եմ հավաքում, կրակ եմ վառում, սրա համար էլ փող եմ վճարում։ Են դապեն ինչ է։ 2 լատան 5 ու 6 անգամ տարան դատարան, ասում են գեջ ես կտրել դու մերին, իրենցն ասում են ու քեզ չեն լսում, միջև չտեսնես մեծին, պիսերին, հեմի էլ տես նրանք ինչքան են ուզում։ Կողն էլ մի կռնից, կելն էլ մյուս կռնից, աչքդ թեքեց իր բանի տերը չես, քաշում են տանից, քաշում են դռնից, ու չես իմանում որ կողմը թռչես։ Թե տանուտերին գանգատ ես գնում, բան չես վաստակում բացի դուշմանից, կողերի հետքը իր տունն է տանում, համեցեք, դիվան ուզիր սրանից, նստեցնում է քեզ մի 2 բաժակ տակ ջուր խմեցնում կամ մի թասողի, դու գնա պապի, միամիտ քնի, ես աչքի լուսը կհանեմ կողի։ Դարձել է աշխարհն ախպեր առուփախ, սերը դարձել սուր ու ջուրը արին, ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ, վայ է եկել է տարել տկարին։ Երեք իրիկուն, էդ կողից սնից կախեին արած 3 հրացան, տղեկ են, փախած տանից, դիվանից, եկան ու ծեքին էլետ հեռացան։ Ով է մեղավոր, միտք եմ անում միտք, ու չեմ հասկանում ով է մեղավոր։ Հենց են եմ տեսնում մութ, անգետ մարդիկ էլ մենք ենք մեջտեղ տանջվում ամեն օր։ Բանն էլ ախպեր էսպես է եկած, մենք լեզու չունենք, ուժեղը Աստված, մեր հին ադաթից ընկել ենք զրկվել, նորն էլ չգիտենք թե ինչ է եկել։ Էստեղ մեզ մոտիկ թավադներ ունենք, ամենքս իմացիր 10 տեր ունենք, փորերն օղողած, փողկերը թողած, կառները կանթած, կտերը կանգնած։ Մեկին մեր գյուղում մի թիզ հող ունի, թքես մի ծերից մյուսը կընկնի, ոչ ինքն է վարում, ոչ տալիս մեկին, բուրն է հավաքել գյուղացու հոգին, գնում է, ուրիշի ապրանքը տանում, թաքուն հավաքում իր հանդն է անում, աղմուկով քշում է հանդի միջից, շտրապ է առնում անմեղ տիրոջից։ Բարում է ձմռան հարսանիքներում կամ մեծավորի թեփշի է լիզում, միջև մի քանի շահի է ճարում, են էլ տանում է լափում թիվ լիզում։
Յուրսա եկավ, թե Չոբան Չատին ոչխարը թաքունիմ հանդեն է քաշել։ Չատին էլ կուլ չի գնաց թավադին, թող գամի տեսնենք, էդ ով է տեսել։ Աղա Չանկարի, պաղատանկարի, այդ տղա ասի, ետ քաշվի, հերի, բերձերը վեր կալ անեցք չար բանին, բայց ինչ հասկացնես բրի Չոբանին, չէ, որ չէ ասավ։ Են լեր սարի պես գնաց, դիք կանգնեց գեղի մեյդանում, Էս դատաստանը, էս թագավորն ես ես, թող գամի տեսնենք ինձ ինչ է անում։ Եկան իրարու խոսք խոսքի հասավ, Չատի մի քանի կոշտ խոսքեր ասավ, դե մարդ երբ որ կռիվ է անում, մեջտեղ փլավ չեն իրար բաժանում։ Մեր տանուտերն էլ Աստված է օրհնել, էսպես մի բան էլ պակաս էր նրան էլ, մեկի պոչը միշտ մյուսի տակին, եկավ տաքացած ճիպոտը ձեռին, եկավ էս Չատիս հաչիցը կապեց, ինչքան որ գիտես քո ասած թակեց։ Թե պետք է կորցնեմ քեզ ենքան հեռու, որ էլ չտեսնես արևը լորու։ Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք, գնացինք, թավադի ոտը խնդրեցինք, ինչքան է որ տվինք, ավել խնդրեցինք, բանը վերջացնի գեղական կարգով, ախպեր ասացինք, ինչ արիք իրար, խոսք եք կռվեցրել, արին հոչարիք, համ ծեծել տվիր, համ շտրաֆըտ ար, արի վերջացրու, բոլ եղավ հերիք։ Սավոտը դրեց վերի թարիքին, էսքան ու էսքան բերեք, որ ներենք։ Էս է ունեցածս աստծուտակին, էլ չկա ախպեր, որտեղից բերենք։ Ինչ արինք, չարինք, չեկավ հավատի, գնաց ավելի բարձր գանգատվեց, թե ինքս թավադի որդի ու Չոբան Չատին ինձ ուշունց տվեց։ Վերևից մի մարդ եկավ քննություն, մորուքը հաչա, աստղը ճակատին եկավ, վեր եկավ, մտավ քյոխվի տուն, որտեղ է ասավ, Չատին էլ եկավ անճոռնի ու մեծ են փետի նման մեջտեղը տնկվեց, ոչ օրեն գիտի, ոչ կարգն ու լեզուն, բերանը կապած սարյան ասուն։ Քննություն արի բռնեցին գյադին, թե ինչպես ուշունց կտաս թավադին։ Բաց արին տեսան գրված զակոնում, թե Չոբան Չատին Սիբիր է գնում։ Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք, գնացինք թավադի ոտը խնդիրքով, ինչ ուզեց տվինք, հետն էլ խնդրեցինք բանը վերջացնի գեղական կարգով, ախպեր ասացինք, ինչ արիք իրար, խոսք եք կռվեցրել, արին հոչարիք, համ ծեծել տվիր, համ ուզածդ ար, արի վերջացրու, բոլ եղավ, հերիք։ Ո գիտեք ասավ, ես էլ խղճի տեր, չեմ ուզում ընկնեմ արիննս տղի, դրա խիզանը մենակ ես գիշեր պետք է որ գցի տեղը ես աղի։ Մարդը խիղճ ունի, էդպես է ասում, սրանից ծավել էլ ինչ ես ուզում, բայց տղա մարդը, որ նամուս ունի, լավ է իմանում ինչ պատասխանի։ Երեք իրիկուն, էդ կողքից սնից կախեին արած իրեք հրացան,
Քանի մարդ կորավ իր տնից, քանի մարդ դառավ մարդասպան։ Ով է մեղավոր։ Միտք եմ անում միտք ու չեմ հասկանում ով է մեղավոր։ Բայց իմ կարճ խելքով այնքան եմ տեսնում, ապրել չի լինի այսպես ամեն օր։ Մինը իր կամքին ինչ ասես անի, մյուսը խոսելու իրավունք չունի։ Ես չասեմ, հո դու կարդացած մարդ ես, են որ Աստվածն է կարգ դրել այսպես։ Երկուսն էլ հայ են, ունեն մի հավատ, էլ ընչի մուժիկ, կամ էլ ինչ թավատ։ Նրա արինը կարմիր է մեզնից, թե ավել հունար կգա ձեռից։ Թե չէ հավատ ես, ինչ ուզես անես, ես չկարենամ քեզ մի խոսք ասել։ Մի խոսեցնի Աստված կսիրես, թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ։ Լռեց ծերունին։ Իրար դեմ ու դեմ թիկնած էինք թեժ կրակի շուրջը։ Մեր առջև ձորն էր թշում խավարչին, մեր դեմը խաղում գիշերվա շունչը։